Բարի լույս։ Սիրելիներ, երբեմն տեսնում ենք մարդկանց, որոնք եկեղեցում են եւ զարմանում ենք, ասելով, թե այս մարդը աշխարհի ամենամեղավոր մարդն էր։ Ինչ գործ ունի եկեղեցում։ Կա մարդիկ կան, որ Քրիստոսից խոսում են, նորից զարմանք են առաջացնում մեր մոտ, որովհետեւ ասում ենք, որ չէ, այս մարդը 2 օր առաջ ծանր մեղքի մեջ էր։ Եվ դառնում ենք ակամայից դատավորներ այդ մարդկանց համար, մտածելով, որ այդ տեսակ մարդիկ չեն կարող եկեղեցում լինել։ Այնինչ մեր Տեր Հիսուս Քրիստոս հստակ ասում է, որ ինքը եկավ մեղավորների համար, եւ երբ մեղավորը ապաշխարում է, զղջում է իր կատարած մեղքերի համար, Տերն ընդունում է։ Եվ մի ուրիշ տեղ էլ ասում է, ում շատ է սիրում, նրան շատ է ներում։ Սա չի նշանակում, որ մենք բոլորս պետք է մեղքեր գործենք, որպեսզի մեր նկատմամբ Աստծո սերը ավելի մեծ լինի։ Սա նշանակում է, որ Տերը պատրաստ է յուրաքանչյուր իր մոլորյալ զավակի դարձին եւ նրան ընդունելուն։ Այս մասին կա գաղափար եւ միտք Պողոս Առաքյալի մոտ Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակի հենց առաջին գլխում։ Մեր Տիրոջ շնորհը շատ առատ եղավ հավատով ու սիրով հանդերձ, որ Քրիստոս Հիսուսով է։ Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։ Պողոս Առաքյալն ասում է, որ Տերն իմ մեջ ցույց տվեց իր ամբողջ համբերատարությունը։ Ինչու գիտեք, որովհետև երբ կարդում ենք Պողոսի կյանքը, հասկանում ենք, որ ամենամեծ հալածիչներից մեկն է եղել քրիստոնյաների, բայց Տերը համբերատար է եղել, որպեսզի Պողոսը դառնա դեպի իրեն եւ իրապես դառնա այն հեթանոսների քարոզիչն ու առաքյալը, ինչի համար որ Տերը կանչեց իրեն։ Եվ այդպես էլ եղավ։ Ուրեմն սիրելիներս, Տեր Աստված մեր բոլորիս նկատմամբ համբերատարություն է ցույց տալիս, երբ տեսնում է մենք մեղքի մեջ ենք։ Ինչու՞։ Ոչ թե նրա համար, որ մնանք մեղքի մեջ, այլ որպեսզի կարողանանք դառնալ դեպի իրեն, որովհետև այդ համբերատարության մեջ կա Աստծո սպասումը, նրա հնարավորությունները մեզ տված եւ այն ժամանակը, որ մեզ կօգնի հասկանալու, գիտակցելու մեղքի ներկայությունը մեր կյանքում, հրաժարվելու դրանից եւ դառնալու դեպի Աստված։ Հետևաբար, չկա մարդ, որ մեղք չգործի, եւ չկա տարբերակ այդ մարդկանց համար փրկության գաղափարը այլևս ընդունելի չէ։ Հակառակ դրան, բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են իրենց սխալը եւ դառնում են դեպի Աստված, Տերը պատրաստ է նրանց համար մի գեղեցիկ ճանապարհ հարթելու, որտեղ իրենք պիտի ծառայեն Տիրոջը։ Այնպես որ բոլորդ, եթե կարծում եք, որ մեղքի մեջ եք եւ փրկություն պիտի չլինի, ձեզ սխալվում եք։ Փրկությունը Տիրոջից է։ Դարձեք դեպի Աստված եւ Աստված ձեզ դարձնելու է իր քարոզիչներն ու առաքյալները, ինչպես Պողոս Առաքյալին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։